Փետրվարի 25-ին Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանում շարունակվեց ամենայն հայոց կաթողիկոսի եղբոր Գևորգ Ներսիսյանի և եղբորորդու Համբարձում Ներսիսյանի գործի քննությունը։ Դատարանը շարունակեց քննել ապացույցների ծավալը, մասնավորապես դիտարկելով ենթադրյալ դեպքի տեսագրությունները, որոնք առնչվում են 2025 թվականի նոյեմբերի 1-ին Ոսկեհատ գյուղում Հանրապետություն կուսակցության քաղաքապետի թեկնածուի Քարոզ Արշավն իբր խոչընդոտելուն։ Փաստաբան Էմին Խաչատրյանը դատարանի ուշադրությունը հրավիրեց մեղադրանքի հիմքում դրված փաստական անհամապատասխանությունների վրա։ Ըստ փաստաբանի, մեղադրող կողմը պնդում է, թե Ներսիսյանների մեքենան Քարոզ Արշավի ժամանակ նկատվել է Ոսկեհատ գյուղի կենտրոնում, սակայն տեսագրություններն ապացուցում են, որ մեքենան ողջ ընթացքում կայանված է եղել տան բակում։ Ուշադրությունը հրավիրում այդ հատվածին, որ այստեղ անձին ցույց տալիս, ասում են, որ այդ մեքենան Քարոզ Արշավի ժամանակ մտցվել է գյուղամեջով, սուտականների դերում է եղել, Գառնիկ Ղազարյանի ցուցմունքով նա հայտնում էր, որ իբր թե բակում է տեսել այդ մեքենան ենթադրյալ միջադեպի ժամանակ, հետո նկատել է այնտեղ սուտականների տեղը, ըստ էության տեսագրությունով հերքվեց այդ համեմատական։ Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանը փետրվարի 25-ի նիստում ավարտեց ապացույցների քննությունը։ Հաջորդ նիստում, որը տեղի կունենա մարտի 23-ին, նախատեսված է Գևորգ և Համբարձում Ներսիսյանների հարցաքննությունը։